Բոլորիդ բարի օր, ովքեր նայելու YouTube-յան մեզ ալիքում նաև մեր հետևորդները, Facebook-ում, նաև կկիսվեք մեր խմբերում, անգլերեն էջում, Քրիստոնյա ժողովրդավական կուսակցության մենք օֆիսում ենք գտնվում եւ իր ղեկավարը Լևոն Շիրինյանը մենք ճանաչում ենք եւ ինձ թվում է պետք չէ ավելի շատ ներկայացնել, քանի որ մարդիկ սիրում են, հարգում են եւ ճանաչում են ձեզ։ Մենք որոշեցինք այսօր հարցազրույց կազմակերպել պարոն Շիրինյանի հետ, քանի որ ունենք կարևոր հարցեր եւ այդ հարցերի պատասխանը հետաքրքիր կլինի մարդիկ լսեն։ Սկզբից հարցնենք պարոն Շիրինյան, ինչ տրամադրություն ունեք, քանի որ գիտենք, որ դուք եք մասնակցելու ընտրություններին, հունիսի 7-ը այդքան էլ շատ չէ հեռու, ինչ տրամադրություն ունեք այսօր եւ ընդհանրապես ձեր տրամադրությունը նշելով այն փաստը, որ շատ դժվար է իրավիճակը աշխարհում եւ ընդհանրապես նույն մեր հարևան երկրներում, եկեք լսենք պարոն Շիրինյանը ինչ տրամադրություն ունի այսօր եւ մեր եթերում։ Սովորաբար ասում են մարտական, բայց այդ բառը չի ուզում օգտագործել, այլ ավելի շուտ ասեմ մտահոգ պայքարի տրամադրությամբ, մտահոգ, ինչու, որովհետեւ բարձ պիտի խոսենք, ես միշտ եմ բարձ խոսել, երբեք եթերով մանիպուլյացիաներով չեմ զբաղվել, թեկուզ դա իմ մասնագիտական աշխատանքի մեջ կա, մասնավորապես մեր ժողովրդի մասին է խոսքը, դիմադիր, ընդդիմադիր, ռևանշիստ, որը մի բան կա, եթե մենք հասկանում ենք այսօրվա իրականությունը, պիտի պատկերացնենք, որ մենք մեծ տրանսֆորմացիա ենք ապրում։ Առաջինը փոխակերպում, աշխարհաքաղաքական է, չնայած եթե հիշում եք, կարծում եմ, որ մեր ժողովուրդը կհիշի, հեղափոխության առաջին օրերից այն ժամանակվա հեղափոխության առաջնորդ եւ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ կրկնում էր, որ այս հեղափոխությունը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, բայց այնպես ստացվեց, որ աշխարհաքաղաքական ենթատեքստը այսօր շատ պարզ է։ Հայաստանը անցում է կատարում դեպի ուր, գիտեք, անցում է կատարում դեպի անցյալ իր։ Ասեմ, բայց անցյալ ոչ ժամանակային առումով, ինչ առումով։ Մենք ուրեմն սա կարևոր է հիմք ասեմ, այն չի որ ուզում եմ անպայման պատմության խորքերը գնամ, բայց ելակետը հասկանանք բոլորս, որտեղ շփոթ շատ կա։ Ժամանակին, երբ հայկական լեռնաշխարհը ուրեմն Արտաշես արքան հավաքեց, նա հավաքեց առաջինը պետություն դարձրեց, նա կանգնեց մի խնդրի առաջ։ Հայկական լեռնաշխարհի ազգաբնակչությունը խոսում էր հայերեն, տարբեր ցեղերից, բայց հայերեն էին խոսում, բայց տեսավ մի բան, որ մենք մշակութապես ճիշտ է, որ որոշակի նվաճումներ ունենք քաղաքագրթորեն, բայց մեզնից կար մեկը, որը շատ ավելի առաջ էր, եւ դա Հունաստանն էր, հելենիզմն էր։ Եվ երկրորդը մեզ խիստ անհրաժեշտ էր հասնել հելենիզմի այդ որակին, ինչու պետությանը ցեմենտ էր պետք, առանց մշակույթի, առանց քաղաքագրության լեզուն բավարար չէր պետության համար եւ նա շատ հետաքրքիր բան արեց, լայնորեն բացեց Հայաստանի դռները, արքայի մասին է խոսքը հանճարեղ, եւ հելենիզմի մուտքը կազմակերպեց, բաց թողեց ներս։ Քանի որ Հայաստանն ինքը մշակութային քաղաքական որոշակի բաշար ուներ, այս երկուսը խառնվեցին իրար եւ առաջացավ մի խառնուրդ, որից ծնվեց հայկական այն քաղաքագրությունը, որի այսպես ազդագները գալիս են մինչև մեր օրը։ Սկսվեց մի process, որից հետո նրա ծոռը Տիգրան Մեծը Պոմպեոսի հետ պայմանագրով վերջնականորեն Հայաստանը հայտարարեց արևմտյան քաղաքագրության երկիր։ Սա շատ կարևոր է այսօրվա իմաստով եւ ինչն է հետաքրքիր։ Մենք այդ օրվանից Եվրոպա կասենք, Արևմուտք կասենք, որտեղ անունները փոխվել են, բայց իրականությունը մնացել է կոնստանտ, անփոփոխ մեր բարակայում եւ Արևմուտքի բարակայում։ Մենք դարձանք արևմտյան քաղաքագրության արևելյան հատվածը կամ արևմտյան եվրոպական քաղաքական, իհարկե անունները պայմանական են, եվրոպական քաղաքական առաջապահը հայկական լեռնաշխարհում արևելքում։ Եվ մեր ճակատագիրը դարձավ այսպեսի, մենք արևմտյան քաղաքագրության երկիր ժողովուրդ ենք։ Հետո ուրիշ բաներ պատահեն, կասեմ ինչու համար էս օրինակ բերեցի, եւ այս ուրեմն բարակայում հազարավոր տարիներ մեր մշակութային կոդ այլևս չփոխված եւ չի փոխվելու, որը մեկ հույս չունենա։ Եթե մեր մշակութային քաղաքական կոդը փոխվի, ուրեմն մենք դադարում ենք Հայաստան եւ այլ լինելուց։ Դա բացառված է, խոսքը ֆիզիկականի մասին չի։ Հիմա պատմությունը այնպես դասավորեց մեր կյանքը, որ մենք շատ մեծ կորուստներ ունեցանք։ Տարածքի կորուստ, հայկական լեռնաշխարհը 100 տարվա ընթացքում բացարձակապես դադարվեց հայությունից։ Վերջինը Ադրբեջան կոչվածից, դուք հիշեք, մինչև Սումգայիթ
Այդ ադրբեջանահայություն կոչվածը բնիկ ժողովուրդ էր Ադրբեջանում, Արցախի մասին չի խոսքը մենակ, եւ մենք այլևս այնտեղ չկանք, Արևմտյան Հայաստանում չկանք, սա մեզ պետք է զգուշացնի, հասկացնի, բայց սրա մեջ կատարվեց, ինչպես որ կյանքում լինում են շատ ուրեմն լավի հետ վատ, վատի հետ ինչ-որ բաներ եւ մենք հարկադրված եղանք պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո ըստ էության ջախջախվեցինք Ռուսաստանի կազմակերպած պատերազմում, պիտի խոստովանենք։ Նա ինչ արեց։ Նա Ադրբեջանի միջոցով ոչ թե պատերազմեց մեր դեմ, այլ ուզեց հայության պոտենցիալը ջարդի, որով շարունակում են անելը։ Պատկերացնում եք, նա աշխատել է մեր պոտենցիալը ոչնչացնել, սա ավելի մեծ ոչիվ է, քան կարող է պատերազմում հաղթել պարտվելը, հետ տալ առաջ տալը, բայց սա եղել է։ Բայց այդ հանգամանքների մեջ Հայաստանում արդեն մենք շատ բան փոխել ենք, մենք նոր իշխանություն ենք ձևավորել։ Հիմա ով իշխանության մեջ էր, դուրսն էլ կարևոր չի, որպես հասարակություն, որ մեր առջև կանգնած էր պետականության փրկության հարց, եւ մենք պետականություն այս կամ անկերպ փրկել ենք։ Այսինքն ունենք այն ինչ որ ունենք, տարածքի կորստի հետ միաժամանակ մեր լեռնաշխարհում 30,000 չկազմած այդ տարածքի վրա Հայաստանի պետականության ստեղծման գործընթաց ենք սկսել։ Եթե պատմություն պարտադրել է Այստեղ սա նման է Գերմանիայի պատմությանը, ինչպես Ռուսիա կորցրին, ես կորցրեցի, բայց Գերմանիան վերականգնվեց։ Հիմա մենք այդ ընթացքի մեջ ենք, ինչու ասեցի մտախոհ, որովհետև ազգային ժողովի առաջիկա ընտրություններում ըստ էության Ռուսաստան հարցը դրել է վերադարձ սլավոնա-թաթարական մոնղոլական քաղաքագրություն, որին ռուսկի միր են անվանում։ Հասկանում եք ոնց, այստեղ է բարդությունը, բայց մենք ունենք առիթը Եվ այդպես ստացվել է Պոմպեոսի եւ Տիգրան Մեծի դաշինքին գնալու մշակութային առումով եւ պիտի գնանք մեր պետականություն անպայմանորեն պիտի զարգանա որպես անկախ եւ այլն եւ այլն։ Այստեղ բարդություն կա, որովհետեւ մեր հավերժական մեր խնամակալ, չգիտեմ ում կողմից մեր վրա նշանակվածը որոշել է իր պրոքսիներով, իր ծառաներով, իր կլաններով պատերազմ երևի թե պայմանական է կռիվ տալ, որպես մեզ թույլ չտա վերադառնալ այնտեղ, որտեղ ենք, ես է նշանակում վերադարձ դեպի անցյալ, սա վերադարձ չի, վերադարձ է մշակութային մեր ավազան, ամփոփեմ խոսքս հետևյալը, որ դուք բոլորը կարող եք հպարտ զգալ, ինչու՞։ Որտեղ այդ Եվրոպա, որ ասում են գնանք, Եվրոպա չգնանք, մենք ոչ միտեղ չենք գնացել, Հայաստանն իր տեղում է, Եվրոպան է, նայեցեք ուշադիր եղեք, ինքն է եկել իր հնարավորություններով սահմաններին օգնելու, որովհետև մշակութային այդ բանը մենք մերան, հա, եվրոպական քաղաքակրթության մի խողովակներից մեկն ենք, որը ստեղծվել է այդ հրաշալի աշխարհ, օրինակ ասեմ, հույներ, հռոմեացիներ, մենք ենք մեր սարերի նման, ասում էլ մարդ չկա, մեկ էլ հայեր, մի երկու փոքր մեծ ժողովուրդներ, որոնք ստեղծել են արևմտյան կամ եվրոպական քաղաքակրթություն։ Մենք հիմա վերադարձել ենք այդ քաղաքակրթությունը բոլորովին այլ վիճակով, մի քիչ ջնջխված ցեղասպանությունով, մի քիչ էլ մեր հայրենիքից շատ բան փոկած, բայց պետականության փաստով։ Եվ մենք բոլոր միջոցներով պետք է մեր պետականությունը փրկենք, այստեղ է նաև քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության դերակատարությունը, որ ստեղծվել է հեղափոխության ընթացքում, սա երիտասարդ կուսակցություն է, կազմվել է երիտասարդ, գիտեք, միջին տարիքի կազմ է, եւ որոնք դավանում են մեր եկեղեցու Իհարկե խոսքը կեղերականության մասին չի խոսքը, եկեղեցու դավանանք, արժեքային համակարգ, այսինքն տիպիկ հայ միջին մարդիկ են, որոնք ուզեցել են հեղափոխության ու պետության աջակից լինել, կատարել են աջակցի ֆունկցիա որպես այսպես այլանդրանք ընդդիմություն, այսօր ուզում ենք լինել խորհրդարանում ձեր օգնությամբ, որովհետեւ մեր նոյան նավը շարժենք դեպի ապակա այնտեղ, որտեղ ագուկներում Արտաշեսն է, Տիգրանն է եւ այլն, այսպես մի քիչ պատկերային ասած, այնպես որ ընտրություններին շատ սիրելի ինձ համար շատ հարգելի Ռոման ջան, էս է եղել մեր որոշման իմաստը եւ ուզում ենք անպայման դերակատար լինենք, դուք գիտեք որ ես կարիերիստ չեմ եղել ու կարիերիստ չեմ էլ ուզում լինել, բայց դա չի նշանակում մինչև վերջ չենք պայքարելու մեր պետության անկախության համար եւ մենք այդ պետություն ունենալու ենք։ Ասեմ ձեզ խոսքս ավարտեմ, տարածքի մասին, իհարկե մենք ցավալի կորուստ ենք ունեցել, այդ որ ասում եմ մեր քաղաքական մասը թողում ենք, իշխանությունը թող խոսի ինչպես նա հանգամանքների տակ է խոսում, երբ որ մենք կլինենք այսօր Կովկասի բանալի պետությունը, այնպիսի մի պետություն, ինչպիսին Լեհաստանն է ռեֆորմներից հետո արևելյան Եվրոպայում, վստահ եղեք ամեն ինչ հետ կբերենք։ Եթե դա չեղավ, ռուսական ախորում պիտի մնանք, Հայաստանը գոլորշիանալու է մոնղոլա-թաթարական, սլավոնական ռուսկի միրի մեջ եւ վերջ։ Իհարկե սա սազում է մեր մաֆիային, Ղարաբաղյան կլանին եւ Պուտինի օլիգարխներին։ Կարծում եմ սրանց թույլ չպիտի տանք, որպես դեր խաղան։
Թող գնան տնտեսության մեջ, փողեր տնեն, աշխատեն եւ այլն, եթե իհարկե կարող են ազնիվ աշխատել։ Եթե չէ, տեղը ես շատ ասել եմ, կրկնում եմ։ Չեն ուզում, ուրեմն թող գնան Սիկտիվկար, Նախոտկա եւ այլ վայրեր, ինչպես կուզեն ապրեն։ Բայց մեր երկրում էսպես պիտի վերականգնվի։ Շատ բարի, պարոն Շրինյան, ուզում եմ անկեղծ լինեմ, ասեմ, որ միշտ մարդկանց հետ երբ ես շփվում եմ եւ նաեւ այսօր դուք Լևոնի հետ ծանոթացանք, մեր լավ ընկերի հետ, ինքները միշտ ասում են բառը, ասում են այս ձևի տաղանդավոր, խելոք, հա, գրագետ մարդիկ պարոն Շիրինյանի նման, Հայկ Սուքիասյանի նման չեն կարող ընկնել, այսպես ասած, հա, ազգային ժողով, երբ արդեն երկու անգամ ընտրություններ եղել, մենք տեսնում ենք, որ ինչ որ պետքա մենք, չէ, даже какие-то выводы делать։ Հիմա մարդիկ հարց են տալիս. Ինչ նախանգարում, որ ձեզ նման ուժը մտնի ազգային ժողով։ Գուցե ավելի քիչ մարդ է ձեզ տեսնում եւ լսում, գուցե այն ուժերը, որը այսպես ասած քոչարյանական, որ ունեն մեծ գումարներ եւ մարդկանց եւ կաշառում են եւ ահագին գումարներ են ծախսում տարբեր, տեսեք ինչքան ունեն իրանց կայք, հերոստալիք, չէ՞, որ այս մարդիկ մտնում են մարդկանց գլխի մեջ եւ ինչ որ մի մասսա հավաքվում է, որը իրանց համար ձայն է տալիս, թե ճնշում են, թե գումար են տալիս, դուք չեք անում այդպես բաներ։ Բայց մարդիկ հաց են տալիս, եթե պարոն Շիրինյանը ուզում է մտնի ազգային ժողով, արել է ինչ-որ գոբդներ, ինչի հիմա չի մտել եւ այս ընտրությունների ժամանակ ձեզ ունեք ինչ-որ բաներ քվեարկում եք դուք Հայկի հետ, տղաների հետ, այսինքն ինչ նոր քայլեր պետք է դուք ձեռնարկեք, ձեր ուժը, որպեսզի ավելի շատ մարդիկ լսեն ձեզ, հասկանան եւ քվեարկեն ձեր օգտին։ Կա այդ ձևի անկեղծ զրույցներ ձեր տղաների միջեւ եւ ինչ քայլեր եք դուք պատրաստ ձեռնարկել դրա համար։ Ուրեմն ասեմ, որ ձեր ասած իհարկե քննում ենք, նայում ենք, արձանագրում ենք եւ չենք էլ ուզում որ նյութական միջոցներով անցնենք, որ մենք այն կարողությունները չունենք, չենք էլ կարող ունենալ։ Պետք էլ չի, այլապես մենք էլ կլինենք օլիգարխիկ մի բան եւ այլն, այլ այս մասը հանում ենք, ինչու։ Մնացած ասեմ, ձեր ասած գնահատականը 5 տարի առաջվա գնահատական է, որովհետեւ երբ որ վերջին նախ մենք հիշում եք Բաբաջանյան, Շիրինյան այդ դաշինքով մենք 2.8 իշքան հիշում եմ քվեստացել ենք եւ մասնակցել ենք արտախորհրդարանական ուժերի այդ աշխատանքներից, այսինքն մի քայլ առաջ է եղած վիճակից եւ ազգային ժողովի մոտիկ մի բան է։ Հիմա երկրորդ մասը, ինչ ենք արել մենք։ Մենք ինչու ասեցի, ձեր ասած անցյալ ժամանակին է վերաբերում, ինչու չենք անցել։ Ես ենթադրում եմ, որ այս անգամ անցնելու ենք։ Ինչ ենք արել, ինչի ման վրա։ Ես իմ ընկերների հետ անուններն ասեմ, ամենաշատ այս շրջանում եղել ենք Արգիշ Թադևոսյանն է եղել, մի քանիսը ասեմ, որովհետև մարդիկ իմանան, որովհետև միշտ հաղորդել ենք, ուրեմն Աբրոյան Արտյոմն է եղել, եւ այսպես հիմա շարունակեմ շատ են։ Մենք բրիկատ ասեմ 5 տարի դրանից առաջ եւս, բայց ազգային ժողովի ընտրություններից հետո սանրել ենք Հայաստանի ամբողջ տարածքը։ Այսինքն այն իմաստով ինչ որ անհայտ էինք, ասենք ինձ դիտում էին գիտության մարդ եւ այլն, այս շրջանում մենք եղել ենք Հայաստանի սարուձորը ճգնաժամային ամենապատասխանատու շրջաններում։ Հիմա կասեմ որտեղ, որովհետեւ այսօր հաշվետվության նման մի բան է, դուք ինձ առիթ տվեք։ Երբ Մեղրու հարցը սրվեց, մարդիկ գլխի չէին ինչ կարող է լինել, պատերազմից հետո է։ Ես մի քանի անգամ եղել եմ, ես վստահ եմ, որ հիմա ինձ Մեղրիում կլսեն, որ գյուղներ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, բանը, Արևիկում։ Նռնաձորի բնակիչներին ես կարող եմ ողջունեմ, բարևներ, որովհետև իրենց ամենաճգնաժամային օրերին հենց Արգիշ Թադևոսյանի հետ մենք եղել ենք մի քանի անգամ եւ պատահել է նաեւ որտեղ Արցախը մեր ժողովրդի ցածված կար եւ շատ նեղ վիճակ էր, երբ որ համայնքի ղեկավարը էլ հնարավորություն չուներ օգնելու, ես տեղում հիմա ասում եմ, զանգել եմ Լոս Անջելես, Տիկին Հասմիկին եւ ասել եմ մարդկանց օգնել է պետք եւ հաջորդ օր իրենք օգնություն ստացել են։ Հաջորդ օրը բառացիորեն Նռնաձորում, հիշում եք, վստահ եմ։ Երկրորդ դեպքն ասեմ, որ չլինի որ ինչ ենք արել։ Երբ որ մենք գիտակցեցինք, որ Հայաստան-Իրան այս ճանապարհի կենսունակությունը մեզ համար մահվան ու կյանքի ճանապարհ է, եւ մի շաբաթվա մեջ երկու անգամ Ագարակի անցակետում ենք եղել հեն Մաքսատանը։ Ես այդ բոլորը մեկն ենք գիշերը մի անգամ, մյուսը ցերեկը հաշվել ենք մեր ընկերների հետ, ամեն ինչը եկել եւ փոխանցել եմ վարչապետին անմիջապես եւ անմիջապես միջոցներ են ձեռք առնվել։ Ես հիմա կարող եմ ասել, որ
հիմա չգիտեմ կոնկրետ այսօր ինչ վիճակ, ակարագի անցակետը շատ ավելի այլ վիճակում է, քան դա մենք ենք արել։ Դեռևս Հայաստանում որևէ մեկը չկար։ Արևիկի մասին մնացածը մեղրի եւ չեմ ասեն, մի քանի անգամ հաղորդումներ եմ տվել, որ այդ վիճակի համար մարդիկ ուշադիր լինեն իշխանությունները։ Այսպես գումարած կարող եմ մի բան ասել, որ միասին ենք եղել ներքին հանդում։ Այն ծանր վիճակում մենք էլի նույնիսկ այս նույն մարդկանց խմբով իհարկե կապանի մեր ընկերներն օգնել էին, եղել ենք հենց գյուղում, նույնիսկ հյուրասիրվել ենք հայրենագիցներից մեկն էլ Արաղերտորում երկու բաժակել բան են խմել։ Այսպես շարունակաբար կարող եմ ասել Սյունիքի մասին չեմ ասում, նոյեմբերյանի հատվածի մասին չեմ ասում, որտեղ մեր եւ իշխանության ընդառաջելով դպրոցներ սարքող չկար, կարծեմ Բաղանիսի լավ եմ հիշում, եթե դպրոց աղետալի վիճակում էր, մենք տեսանք եթերով հեռախոս բան մտանք եւ այլն, ես վարչապետին եկա ասեցի եւ շատ արագ այդ մինչեւ այս դպրոցաշինությունը։ Հիմա ամփոփի չասեմ, որովհետեւ ուզում եմ ասեմ, որ իհարկե այն ժամանակ ուրիշ էր, որ նոր մտանք, այս 5 տարին բոլորովին ուրիշ եղել։ Այս սենյակում էր գործադիր կոմիտեն, երբ մենք գլուխ էինք ճարդում, ինչպես աշխարհում եք սև լճի օրերին, թե ինչ անենք, որ մի օգտակար բան անենք մեր երկրի վրա, ես եթե նկատել եք քարտեզներ շատ ունեմ, ես քարտեզին նայելով եմ քաղաքականություն հասկանում, եւ դա է հիմքը քաղաքականության։ Երբ որ բանավեճից հետո, երբ նայեցի քարտեզին եւ ասեցի, որ Հնդկաստանի դեսպանատուն պիտի գնանք, որովհետեւ ուրեմն Հնդկաստանն է, որ մեզ առաջին օգնության կհասնի, չկար դեռևս Ամերիկա, հիշում եք չէ, չկար Ֆրանսիա եւ այլն, եւ քանի իմ այսպիսի բան եմ ասել, որ այսօր հիշեցնեմ, քանի որ առիթ է, եթե Հնդկաստանը շարժվի մեզ օգնի, հետո կհայտնվեն ուրիշները, հետո հայտնվեց Ֆրանսիա, այսինքն կքայլեն։ Եվ ես անձնապես բարոն Դվալին շնորհակալություն եմ հայտնում դեսպանին, չնայած հիմա ինքը չի դեսպանը, երբ որ հաջորդ օրը մեզ արձագանքեց, ես գնացի ընկերների հետ եւ ասեցի, որ առանց դիվանագիտության, ասի Հայաստանին այսօր միակ պետությունը, որ առաջինը շահագրգիռ պիտի լինի, որ մենք փրկվենք որպես պետություն, դուք եք։ Զարմացել էին մարդիկ Անգլիա, Ֆրանսիա, Պարսկաստան, Ռուսաստան, ընդ որում ասի Ռուսաստանի դեմ։ Այդ հստակ է, ինքն է այդ ամբողջը կազմակերպել եւ այսպես չերկարացնեմ։ Երբ որ այդ խոսակցությունները եղավ, կոնտակտն առաջացավ, ես նորից պարոն վարչապետին ասեցի, Հնդկաստանը իմ կարծիքով պատրաստ է, այսպես գնաց, այսպես կարող եմ շարունակել։ Հիմա բայց հետո եղել եմ նաև 23-ին եղա Վաշինգտոնում, ինձ Ամերիկա հայերը հրավիրել էին, բայց պայման ուներ, որ ես պետք է տանեք Վաշինգտոն, այսինչ հանրապետականի հետ, դեմոկրատների իշխանության։ Եվ այն գնացել նախկին սենատորի հետ եմ հանդիպել, մոտավորապես այս խոսակցությունները եղել են, ինչ որ հետո կատարվել է, եթե մարդիկ հիշեն, ես միշտ ասում եմ, որ մեր ազգային պոտենցիալը Կալիֆոռնիայում է, այսօր եմ ասում։ Եթե Ամերիկայի հետ կարողանանք մենք քաղաքական իմաստով կոնտակտ ունենանք, ամերիկյան, Կալիֆոռնիայի եւ այլնի հետ ամերիկայական օժանդակությունը շատ կլինի, եւ այսպես շարունակ, հիմա չասեմ այդ ծառայությունները, դրանք մենք ես եթերում միշտ եղել եմ, ոչ սուտ կարող եմ խոսել, ոչ էլ փչել։ Ընդ որում ասեմ համեստությամբ հետ չեմ տարապում, այդ հիվանդությունը չունեմ, որտեղ ինչ կա պիտի լինի եւ այլն։ Եվ այս տարիներին ես կամ ասեմ վերջացնեմ այս հարցը։ Ես քաղաքագիտության դոկտոր եմ, պրոֆեսիոնալ, այսինքն արտագրած չի, սարքած չի եւ այլն։ Ինչի եմ ասում, աշխարհ քաղաքական իրականության Հայաստանի մասին դոկտորականը ես եմ գրել ու մնում եմ մենակ առայժմ։ Գիրք եմ հրատարակել եւ այլն, ընդ որում ասեմ, որ այդ գրքի հրատարակությունը Երուսաղեմի մեր հայրենագիցներն են օժանդակել, որովհետեւ Հայաստանում պրոֆեսորի աշխատավարձով գիրք տպել չես կարող, այդ բլեֆ չանենք էլի, մանավանդ այն տարիներին, ուրեմն ինչ ասելիքիս իմաստն ինչ է, ես եկել եմ եզրակացության, որ պատերազմից հետո Հայաստանին պետք է կայունություն, ստաբիլ վիճակ, որովհետև ցնցվում էր, հիշեք, Լևոն Տեր-Պետրոսյան Կոպիրկին ամեն մի հանդիպումից հետո Հայաստանում սկսվել է աղետի մի ալիք, երեկ եմ ասել, եթերով եւ այլն։ Եվ այդ մենք աշխատեցինք մի անգամ անուն չասեմ էլի իշխանությունից, ասի դուք իշխանությունը պահեք, ես իմ ստեղծած կուսակցություններով, ընկերներով Հայաստանի մարզերից, բնակավայրերից տուն չեմ վերադառնա, երկիրը ես էլ իմ չափով կայուն պահեմ մեր ժողովրդին բացատրելով, ես այս խոստումս կատարել եմ մինչև այսօր։ Այդ շաբաթ կիրակիները տեղից են սկսվել եւ տեսակ որ կայունությունը վերջի տարին կա, բավականին հաջողություններ կան, ինձ մեկ ասում են ինչու չես քննադատում, ասեմ ինչու։ Ոչ թե չեմ տեսնում, մեր վիճակը այնպեսին է, հիմա էլ այնպեսին, այս աշխարհակաղակական Սոդոմ Գոմորի մեջ, երբ ամեն մի սխալ քայլը մեզ կարող է անդունդ տանել։ Մենք այդ անդունդը
15 թվին տեսել ենք։ Դրա համար ես մեր ընկերների հետ կարծիք եղել բարբերաբար փոխանցել եմ մեր իշխանություններին, հետները քննարկել են, հատկապես վարչապետի մասին է խոսքը, ինչը որ հասկանալի լուծելի է գտնվել է, ինչը որ չէ եւ այլն, եւ նույնիսկ մեր ընկերների մեջ երբեմն որ դժգոհ են եղել, ինչու չենք լավ քննադատում, ես բացատրել եմ վիճակ եւ մարդիկ հասկացել են եւ այսօր մենք ունենք այդ կայունություն, այ եթե ազգային ժողովում լինենք եւ երկիրն էլ խաղաղ լինի, հա շատ ուժեղ քննադատենք, բայց ինքնանպատակ քննադատություն ես ոչ միայն իմ կուսակցության մեջ չեմ արել, պետության, այլ մեր ընտանիքում էլ ինքնանպատակ ես քննադատություն չգիտեմ, դա մազոխիզմ է, հիվանդություն եւ շատ վնասակար, երբ որ կարելի է նստել, զրուցել, իրար հասկանալ եւ հարցեր, որտեղ մենք մի ազգ ենք, մի ժողովուրդ ենք, մեկ այսօր իշխանություն, մեկ ընդդիմություն, չգիտեմ ինչ։ Բայց ես շատ չոր եմ ռևանշիստերի հանդեպ, ռուսական սեգմենտը կործանում է Հայաստանի շանսի հնարավորությունը, որը չի կարողանալու անել։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նայում են եթերը, մենք անոնց չենք արել փաստորեն եւ այսօր աշխատանքային օր է, բայց խնդրում եմ բոլորին անպայման կոպի անել, կիսվել, տարածել այս եթերը, մենք էլ եթերից հետո կկիսվենք։ Պարոն Շիրյան, շատ կարևոր հարց, քանի որ բոլորը հարցնում են, որ ուժը ում հետ է միանալու, որպեսզի անցնի այդ 4% կամ 8%, смотря это будет партия или блок։ Անցած անգամ մենք գիտենք, որ դուք Բաբաջանյանի հետ եք միացել, հիմա հագին մարդիկ հարցեր են տալիս եւ ասում են դե պարոն Շիրյանը չի կարա միանա վատ մարդկանց հետ, իսկ լավ ուժերը այդքան շատ չեն, մենք չենք գնում այդպես մի հատ մեծ ցուցակ էլի Բաբայշոմը շոթա։ Լավ, հասկանում եմ, որ սա այս հարցը երևի ծանր է եւ այլամ ժամանակ կա եւ այդ ժամանակի ժամանակ всё меняется, и соответственно будет ясно, с кем объединяться։ Ունեք ձեզ ինչ որ մտքեր կամ ձեր խումբը ում հետ դուք կարաք միանաք եւ вообще դուք ոնց եք գտնում ավելի լավ ինչ որ մեկի հետ միանալ, որպեսզի անցնել, թե ձեր ուժով անցնել։ Երբ մարդիկ միանում են, կա տենց միտք, որ եթե միանում են տարբեր ուժեր, որպեսզի միտեղ անցնեն, նույն Քոչարյանը առանց դաշնակներ չի կարող մի հատ քայլ անի, քանի որ երկու կեղտոտ ուժը միտեղ գոնե այդ կեղտոտ մի մասա կհավաքեն ու կանցնեն ազգային ժողով, կներեք որ հասկանալի եմ ասում։ Իսկ դուք մենակ լավ մարդկանց հետ կարող միանալ կամ աշխատասեր կամ հայրենասեր, կապ չունի ինչ ունեն թերություն, ինչ թերություն չունեն։ Կա մտքեր ում հետ դու կարող միանալ եւ ում հետ չեք կարող միանալ։ Առիթից օգտվեմ, մի տարբերակ ասեմ։ Ինձ թվում է այդ միանալու թեզիսը, ես նաեւ հիշողությամբ եմ ասում, որտեղ 90 թվերից բավականին ակտիվ եմ եղել։ Դա անառողջ ներքնահարկերում ծնված միտք է։ Նայեցեք պրակտիկան։ Ինչ է լինում։ Երբ ընտրությունները սկսվում են, հələ որ մատույցներն են, մի կես տարի կա եւ սկսում են միացեք առողջ ուժերը։ Ես միշտ հարց եմ տվել, ովքեր են առողջ ուժերը, ինչ տեղատոմս կա, որ առողջ ու հիվանդ այստեղ մենք չափում ենք։ Չնայած կա բան, բայց այս հարցը շատ երկրորդը։ Եթե նկատել եք, իշխանական ուժերը անմիջապես կոնսոլիդացվում են, այսօր կարող եմ ասել կողոպուտի ու թալանի վրա։ Մինչև հեղափոխություն ինչպես են հավաքվել։ Հավաքվել են ովքեր կողոպուտի կառույցներ են։ Նույնիսկ այն երրապետությունը որ կար, հիմա մոռացել են, չէ՞, քարրապետություն, 3-4 կուսակցություններ միացան եւ բարձ ասենք դաշնակցությունը 4 անգամ կրթության նախարարություն ստացավ, ճիշտ է, մի մարդու գլխավորությամբ։ Լևոն Մկրտչյանի մասին վերջերս հաղորդեցի, որ ամենից կողոպտիչներից մեկին եղել, ճիշտ է։ Ուզում եմ ասել, որ այս հարցը մի քիչ խախուտ հարց է, իշխանությունը բարձ է, ովքեր կողոպտելու են, լավ միանում են։ Խոսք այսօրվա մասին չի 18 թիվ, որտեղ հետո վիճակ փոխվեց։ Այ երկրորդը ինչ է լինում, ովքեր գալիս են, սկսում են միացեք, միանում են, պատահում է պարտվում են իշխանությունը նորից եկել է կողոպտիչների մի սոված ոհմակ։ Ես դրանից վախենում եմ։ Հիմա տարբերակ կա թե չկա։ Միավորվենք հիմա այն կլասիկ, որ ինչ անենք։ Եթե միավորվենք, ես կարծում եմ, որ քաղաքագիտական առումով, եթե սպեկտրը նայենք, ճիշտ է, համագործակցությունն է, առանձինների անկեղծ եւ լավ համագործակցությունն է, երբ որ ուրեմն ամեն ուժ արդեն իր երանգով գնում է ազգային ժողովի ընտրություններ, մարդիկ էլ տեսնում են, բոյը, քաշը, թե չենտեղ միավորման դեպքում շատ էլ չի երևում, հետո ինչ է երևում։ Միավորվեցին 2 տարի, 3 տարի անցավ, մենք տեսնում ենք, որ այն դաղդի ծառայությունները սրանց գլխի մի հատ եֆրեյտոր է դրել։ Երբ որ դե կոնսենսուս է, դուք չեք կարող այնտեղ ձեր ծրագրերը ամբողջովին իրականացնել, ես ընդհանրապես եմ ասում մոդել իմաստով։ Եվ այդպես եղել է Հայաստանում։ Հիմա ինչ եմ առաջարկում ես։ Եթե մենք անկեղծ ենք, չէ՞, տեսնում եք ինչքան գրքեր կան։ Հենց որ նոր եկաք եվրոպական, որտեղ մենք պարլամենտարիզմի կլասիկան Եվրոպայում է։
Ես նայում եի գերմանական փորձը։ Այնտեղ էլ էս հարցերը եղել եւ աշխատել են 3-4 կուսակցություն Բունդեսթագում լինեն անպայման, ոչ թե երկուսը, բևերը, որ իրար բախվեն, ինչ որ եւ այլն։ Եվ այսպես 3 հիմա որ նայեք 5-6 կուսակցություններ կան, մանր, բայց երկու բլոկի մեջ են տարբեր ձևերով։ Հիմա ինչ եմ մտածում։ Ես առաջարկել եմ կուսակցության անունից, հիմա առաջարկում եմ հեղափոխության եւ նրա աջակից ուժերի լայն կոնսոլիդացիա համագործակցության ձևով։ Համագործակցել իրար չխափելով, չքցելով եւ այլն, ինչու։ Որ այդ դեպքում մենք կիմանանք ով է լիբերալ, ազատականն ով է։ Մենք սա պիտի ես որակը տանք, թե չէ, այսինքն հասկանալի չի լինում, հավատում են ինչ-որ ուժեր, որն է գաղափարախոսություն, արժեքային համակարգը, մարդկային կառույցը, ովքեր են։ Լցված կոդլով, ես 30 տարի ինչու երկիրը չի զարգանում, բազմաթիվ պատճառներ կան, մեկը նաև պարլամենտարիզմը աղավաղելն աղջատելն է։ Այ մենք տեսեք, բարձ քրիստոնեական ժողովրդավարություն ենք։ Դա նշանակում է, մենք պահպանողական ենք հիմնականում։ Այսինքն հեղափոխական չենք, էվոլյուցիոն կուսակցություն ենք, քրիստոնեական արժեհամակարգ ունենք, ազգային ավանդույթների պաշտպանություն։ Այս կուսակցությունները մոդելային են, իրենք աշխարհում ուր գնաք, մոտավորապես այս մոդելի են։ Լիբերալները իրենց համար տարբեր կարևոր չի, տղամարդ են, կին են, իրենք մասնավորապես, այսինքն սպեկտրը տեսնում եք, չէ, սոցիալիստ են, այ մենք սոցիալիստական կուսակցություն ունենք, որը հասկանալի չի, բանվոր դասակ օլիգարխի հետ միավորվել է, բայց սոցիալիստ է։ Չի լինում այդպիսի սոցիալիզմ, ես ձեզ հայտարարում եմ, չի կարող լինել մշակ բանվոր, դավանող, իր բանը երկ ունեցող բանվորը, ուրեմն լինել օլիգարխի հետ, որը մեղադրվում է 1000 բաների մեջ։ Էլինից սոցիալիզմ, ուրեմն ֆիկտիվ է։ Երբ որ մենք կգնանք այս ձևով, մեզ բարձ գլնի, ինչպիսի կուսակցություններ են, որոնք այսպես ով է խանգարում, որ համագործակցեն, չլինենք այդ ամբողջության մեջ, ասեցի, որտեղ որոշումները կոնսենսուսով են, հրահրվում են եւ այլն։ Հիմա դրա համար ես կարծում եմ սա օպտիմալ է, ինչու, որտեղ մեր խորհրդարանը պետք է վերջը բազմազան լինի տեսակի մեջ։ Մի քանի կուսակցություններ տարբեր տեսակետներ ունենան, որ դիսկուրս առաջանա, բանավեճ առաջանա, այնտեղ լինի իշխող կուսակցություն իր առաջարներով, այնտեղ լինի ընդդիմություն, որը իր նկատառումներով նրան կուղղի կամ սխալը կտեսնի եւ քննադատություն կլինի, այնտեղ պետք է կենտրոն, որ այս երկուսին անընդհատ հաշտեցնի, անընդհատ բուֆերի դեր կատարի։ Այդ ցենտրիստական գուսացությունները աշխարհի ոչ մի խորհրդարանում չկա, որ նորմալ երկրում ցենտրիստներ չլինեն, ինչ որ մենք ենք, որոնք քանակով շատ չեն լինում, որոնք ցածուն չեն, ջղջղացող չեն, բայց որոնք այդ հարմոնիան մեր արգիշտը միշտ ասում է, այդ ներդաշնակությունը կպահեն։ Այնտեղ էլ չի լինի այսպիսի վիճակ, ինչ որ կա։ Ուրեմն սա այս մասն է, կարծում եմ պարլամենտարիզմի մասին շատ բաներ կասեմ, այդ դեպքում մենք կունենանք ոչ միայն պարլամենտ, այլ պարլամենտարիզմ կունենանք։ Թե չէ սովետական միություններ ուներ պարլամենտ, որտեղ չկար պարլամենտարիզմ, գուսակցությունը դրսից ղեկավարում էր, հիմա ազգային անվտանգությունը կարող է օտարի մեզ կառավարել հակառակ, բարի ինչ որ անում են։ Ռուսական սեգմենտը ինչ է լինում, այսօր մեկ ասում եմ Քոչարյանն է տեխնազուն։ Ես ասում եմ հա, Սամվելն է թե, ասում եմ հա, կարող եմ ասել, կարող չէ։ Բայց իրենք էլ չգիտեն ով է տեխնազուն, այն կոպիրկինը գիտի իրենց միջի տեխնազուն ով է։ Ոնց որ այն 8-ին որ չէ Արցախից տարան, մարդիկ գնացին ռուսական զորամաս փախան, որ փախնեն Ռուսաստան։ Ռուսները վերցին հանձնեցին Բաքու, այ իրենք գիտեին ինչ են անելու։ Ուրեմն այս բարակային պարլամենտարիզմը ճկունություն տալիս է, կա տեխնիկական հարց է։ Հիմա հարցը բոլորին եմ ասում։ Ուր մնաց 4%-ը հաղթահարելը, ուր մնաց 8%-ը մարդիկ իշքան թե անխելք լինեն, նրանց բարական ուրիշ է։ Որ տոկոս բարձրացնելու համար գնան իրար միավորվեն։ Այսինքն ես դա չեմ հասկանում։ 4%-ը հաղթահարելի է, չէ՞։ Իսկ 8%-ը արդեն էլի մեր նման գուսակցությունների համար։ Այսինքն միանանք մեկի հետ, որոնց խորին հարգանք բոլորին, որ 8% տարնանք, որ չկարողանանք անցկացնել, սա ծուղակ է, միավորվեք։ Այլ բանաձևն էսպիսին է, համագործակցենք նրանք իրար հետ, ովքեր պետություն են ուզում, ովքեր Արտաշես են ուզում, ովքեր Տիգրան են, ովքեր քաղաքականություն անկախ Հայաստան են ուզում, որը վարում է բազմավեկտոր եւ բալանսի քաղաքականություն, որտեղ կան առաջնություններ, որտեղ կան նահանջներ եւ այլն, նորմալ, այսինքն մեր առաջարկն է պետություն ստեղծել։ Պարոն Շենյան, մենք քանի որ ասեցինք, որ շատ անկեղծ եք այսօր մեր զրույցի ժամանակ եւ զրույցի ժամանակ դուք ասեցիք, որ այո, այդ ուժերը, այդ վատ ուժերը, քոչարյանականները եւ այլն, մենք չենք կարա անցնենք այս ձևի կերպով հարցեր լուծենք, որպեսզի մտնենք ազգային ժողով, как это делает там Царукяновская сила, подкупом, я не знаю, давлением եւ այլն, բայց մենք ապրում ենք մի հատ աշխարհում, ժստոկը միրի, где
без денег, որտեղ առանց գումարներ, համարյա ոչ իման չես կարող անես։ Այո, մենք բոլորս ձեզ սիրում ենք եւ կոնկրետ ես եւ մեր բլոգերները, ինչ հարցազրույցներ մենք խոսացինք ձեր տղաների հետ, որ պետքա դուք կազմակերպեք գոնե 8 հատ ռիլս նկարենք կվադրակոպտերով։ Խոր վիրապում, Garnier-ում, սենց սվեժը դուք եւ Հայկ Սուքյասյան, բայց մենք անվճար բոլորը տարածելու ենք, մեր բլոգերները։ Մենք տարածելու ենք անվճար։ Բայց տեսեք, ահագին կան քայլեր հանրապետական մասշտաբով, թե գնալ Մարս, թե հանդիպումներ կազմակերպել, թե ինչ-որ բուկլետներ տպել եւ այլն, ահագին քայլեր կա, որտեղ անպայման պետք է ինչ-որ գումարներ ծախսվի։ Դուք երևի տեսել եք, բանի Տաշիր Սամոյի պլիմյանիկը Նարեկը գնացել է մեծ գումար տվել, որ Տակեր Կարլոսը իր հետ խոսա։ Այսինքն նես չի, որ այդ advocate-ը փաստաբան ընդհատել միացես։ Հիմա բարձվել է երեկվա հաղորդագրությունը, որ Կարլսոնը ԿԳԲ-ի գործակալ է։ Գիտեք, չէ՞։ Այսինքն գնացել տվել են իրենց բարեկամին փողը որպես եւ այլն։ Այսինքն այդ փաստաբանը որ այո, երեք ինքներ իրեն դա Ամերիկան ընկել է փորձի մեջ։ Facebook-ում երևի դուք կարդացել եք Տաշիր Սամոյի գումարներած։ Բանի Տաշիր օլիգարխ Պուտինի, օլիգարխ Լերտեսի հետ։ Այսինքն դուք համաձայն եք, որ ահագին գումարներ է ծախսում։ Իհարկե, բայց չի մասը։ Եվ համաձայն եք, որ առանց գումար մեր Հայաստանում մենակ պոպուլյարից ջուր կա անվճար եւ արի։ Դա չկա։ Եվ ես կուզեի լինել անկեղծ եւ հարց տալ. Все-таки, хотя я с вами согласен, что вы не можете делать подкупы, наглые вещи, чтобы залезть, но вы осознаете, что все-таки вам нужны ресурсы финансовые, եւ եթե այո պետք է, ոնց է ստացվում, որ ձեզ նման ուժին սպոնսորներ համարյա չկա, իսկ վատ մարդկանց սպոնսորներ կա։ Դե հիմա ասեմ, նախ ասել ունեմ բացատրություն, արկիշտ մի երկու օրվա մեջ երևի այն նվիրատվության համար հաշվամար բացում ենք։ Եվ պիտի դիմեմ աշխարհի բոլոր հայերին, օգնեք մեզ, օգնեք, ասեմ ձեզ, ինձ օգնել պետք չի, արգիշտին էլ պետք չի, այստեղ բոլորը միջին խավի մարդիկ են, ապրում են, էլի, դե ոնց որ ապրում ենք։ Հիմա երկրորդ կարծում եմ կլինի տա, քիչ չլինի, բայց մեզ շատ բան պետք չի։ Ինչու՞։ Ես նորից կգնեմ։ Ես իմ ընկերների հետ Հայաստան քայլել եմ բոլոր մարզեր, բոլոր գյուղեր, ավաններ եւ այլն քայլել եմ։ Հետեւաբար ես այդ ներկայանալու կարիքը չունեմ, հիմա էլ ասում եմ փողնել չունեմ։ Չեմ էլ ուզում, բայց մինիմում անշուշտ անհրաժեշտ է, մենք ընկերներ ունենք։ Ես հիմա, այսպես ասեմ, Խարկով Պաշային ասեմ, հաստատ կլսի, Պաշա, լսում ես ինչ են ասում, երևի ճանաչում, եւ այսպես, բայց մեզ շատ պետք չի, բայց եթե մենք պետք է ընտրությունները վերածենք օլիգարխի հետ փողով մրցելուն, այսա մենք տապալված ենք այսօրվանից, ոչ թե որպես պետություն, որպես ազգ, վերջացած եւ եթե ուզում են սատկած առյուծ նստեն մարդիկ քշեն, իրենց գործն է։ Ես ասել եմ կգրնեմ, ես կգնեմ կգնամ իմ տուն կզբաղվեմ իմ գիտությունով։ Այսինքն մենք այդ բանը, բայց մինիմումը կլինի կարծեմ ինչպես որ ստացվել է։ Հիմա մնացածը, եթե մենք գիտենք որ քաղաքականությունը մարքեթինգ է, բայց այդ քաղաքակիրթ պետք է լինի, բայց չափի մեջ պետք է լինի եւ կարծում եմ դա կստացվի։ Հիմա կլինի, չլինի, շատ կլինի, շատ կծախսենք։ Հիմա մի բան ասեմ, Հայաստանում եւ Սփյուռքում, դե հիմա ինձ ով չի ճանաչում։ Հիմա որ պլակատը կախեմ Սամվելի կողքին ուրախ կլնեք, ինչքան ուզում են կախեն։ Ուրեմն սա փաստ է։ Երկրորդ մասն եմ ուզում ասել, որի հետ ես մեկից ես այդ տարակարծություն ունեմ։ Այդ որ ասում են օլիգարխիան փող եւ այլն, բայց մենք հեղափոխությունով ենք անցել։ Այդ որ լիներ Նիկոլո Վաղուց պարտվել էր այն 18 թվին։ Ժողովուրդը թքեց օլիգարխի վրա, օլիգարխի փողի վրա, դոլարի վրա, ռուբլու վրա, հիշեք, այդ ժամանակ իրենք փող չունեին։ Հիմա են կամյանում։ Հիմա շրջաններ գնանք, դրանց անունով է տալիս։ Բացի մի երկու հոգին հարց կա։ Իհարկե հիմա խնդրեմը քարոզչությունը ուրիշ բան է, մենք էլ մեր քարոզչությունն ենք անում, ես բացատրում եմ։ Ուզում եք վերադառնաք մարտի 1-ի օրերին քվեարկեք Քոչարյանի օգտին։ Վերջ։ Ուզում եք փոսի մեջ մտնեք, դուրս չկաք եւ ձեր երեխաներ հիմա բարձ եմ ասում։ Ուզում եք գնան ուկրաինական ճակատ Ռուսաստանի համար զոհվեն։ Գնացեք Սամվելին ձայն տվեք, միանշանակ։ Ուզում եք կյանքից ոչինչ չհասկանաք, իրար հետ խոսելուց էլ ոչինչ չհասկանաք, գնացեք Արա Աբրամյանի հետևից։ Ոչ մի բան չեք հասկանա։ Կանայով հետևյալ ուզում եք Բագոյի ճակատագիրը կրկնեք որպես պետություն, գնացեք Ղարաբաղյան կլանի հետևից ինչ խնդիր է, բարձ եմ ասում։ Հետևաբար դուք մեզ պետք է ձայն տաք։ Նաեւ պետք է այն չի որ մենք իհարկե ձեզնից ձայն ենք խնդրում, բայց դուք էլ մեզնից խնդրեք, որ մենք այդ դերը կատարենք։ Մենք ժողովուրդ ենք, ազգ ենք, չէ՞, բժիշկ իր դերն ունի,
քաղաքական գործիչ իր տեղն ունի, բլոգերն իր տեղն ունի եւ այլն։ Մենք ձեզ խնդրում ենք մեզ ձայն տալ, դուք էլ մեզ պետք է խնդրեք, որ մենք ազգային ժողով գնանք, որովհետեւ մենք չենք եկել ազգային ժողովի համար, ինչպես որ տեսել եք, որ դրա համար չի, բայց առանց ազգային ժողովի մասազները չեն իրականանա։ Այնպես որ եկեք հաշվի առնենք, ես այսպես եմ մտածում, որ մենք հեղափոխություն կատարած ժողովուրդ ենք, երկրորդն ասեմ, իշխանությունը չի կարող ասել, որովհետեւ այդպես է վիճակը, իսկ դավաճանությամբ եւ ռուսների պատվեր կատարող քրեական օլիգարխիան, Ղարաբաղյան կլան եւ այլն, նա ինքը չի ասի, ես ձեզ ասում եմ, մենք ջախջախման վտանգի առաջ ենք կանգնած, ինչպես 15 թիվը, նկատի ունեցեք, ուզում եք այդ վտանգը չհեռանա, ուրեմն կապվեք այդ բաների հետ, Ռուսաստանի հետ կապվեք, անդուտ գնացեք, դրանք են չէ 4 օր առաջ ասում էին, որ եկեք Պարսկաստանի դաշինքի գնանք, ճիշտ է, Ամերիկայի շանսը հեռացնելու համար, պատկերացնում եք այս տղասների ասածով դաշինքի մեջ գնայինք, Պարսկաստանի հետ այսօր վիճակները գիտեիք ինչ էր եղել, վերջացել էր ամեն ինչ, ճիշտ է, այսինքն քաղաքականություն շատ դաժան բան է, ես էլ երբեք չեմ խուսափել դաժան բաներն ասելու, իմ համար էլ, դիմացինի համար էլ, եթե կա նաև հետևյալը, չեք ուզում Թրամփի ուղիով անվտանգություն, զարգացում ձեր գործն է, չեք ուզում ամերիկյան, հայաստանյան, այս վերջին պայմանագրերից ուրեմն այդ չիպեր, տեխնոլոգիաներ, համալսարաններ, որ Հայաստանում է լինելու, գնացեք ռուսական խուտոր, գնացեք Սիկտիվկար, ոնց կուզեք, գնացեք Սիբիրյան անհայտություններ, ձեզ մենք ինչ ենք, ես քանի տարի ասում եմ, այդ անտեր երկրից եկեք եղբայր, եկեք, չեք ուզում, ախալքալացիներ իմ հայրենիք հատկապես վերադարձեք Ջավախ չեք ուզում, գնացեք կենտրոնացեք Կալիֆոռնիա, որ ուժ ունենանք, եկել են քաշել են դահիճ բան են տանում, ճահիճ, դուք չտեսաք, կարող է ձեզ մտելի բացատրեն պատերազմը ով հովանավորեց, ով Արցախայության ով տեղահանեց, ով երկիրը հանձնեց ադրբեջանցուն, ռուսը չի, հիմա սրանք ինչ են ասում, ձեզ ինչ են ասում, ես կարծում եմ, որ հակառակն ասեմ, Ռոման ջան, այս անգամ ռուսական սեգմենտը պետք է ջախջախվի քաղաքականապես, ոչ մի կերպ շնչելու հնարավորություն դունենա, կամ էլ իրենց գումարները պետք է հաշվեք ռուբլիով, թե չէ դոլարը գրբանները, իրենք ամերիկաներում, Ֆրանսիաներում ֆրվռալով եւ կնալով խումար խաղալով Եվրոպաներում, այս ժողովրդի վագոնով ռուբլիներով քշում են դեպի Սիբիր։ Իրենք ուրեմն տեսեք, մենք այդ ասեցի Արտաշեսի եւ այլն, այսպիսի բաներ եղել են, համեմատություն անեմ, եթե չեմ ձգվի։ Ինչու մեր ժողովուրդը ընդունեց քրիստոնեություն։ Ինչու այդ երկու հանճարեղ մարդիկ Տերթադմեց ուրեմն երրորդը եւ բանը Գրիգոր Լուսավորիչ ինչու քրիստոնեությունը պետական գրոն հրճակեցին 301 թվին եւ պարտադրեցին նաեւ գիտեք ինչու որովհետեւ մեր հասարակությունն ու մենք այսպեսի քայքայման վիճակի մեջ էինք հայտնվել մենք հեթանոսյան շրջանում երբ որ ամուսինը կին չէր ճանաչում կինն էլ ամուսին չէր ճանաչում այդ որ ձեզ ասում են ընտանիքը եւ այլն հիմա երկրորդ մասը կա որովհետեւ պարսևական վրաս բանը Իրանը հոշոտում էր Հայաստանը մշակութապես պատմական եւ այդ երկու հանճարեղները կտան այն լուսավոր կրոնը այն հավատը որը մեզ մինչեւ այսօր պահում է եւ քրիստոնեությունը հիմա եկել է նույն շրջանը մենք ցեզ առաջարկում ենք պետականակերտում անկախություն եւ Հայաստանում հզորանալով արևմուտքի դաշինք Հնդկաստանի հետ դաշինք բայց Ռուսաստանից պետք է հեռանանք ինչքան բալանսի քաղաքականություն այսօր հուշում է ինչքան պիտի մերձենանք Ամերիկայի հետ, Ֆրանսիայի, այնտեղ Հնդկաստան, Իրան վաղը, Իրանը վստահաբար այս բաներից դուրս է գալու տարածաշրջանի լավագույն աշխարհիկ պետություններից մեկն լինելու, ինչքան պիտի սրանց հետ մոտիկանանք, այդքան ռուսներից պիտի հեռանանք։ Եթե ուզում եք նոր գենոցիդ խնդրեմ, եւ եթե ուզում եք թուրքերի հետ նոր բախումներ նույն առևտրի ապրանքի վերածվեն, ռուսների հետ մոտեցեք, որ ոնց որ Ալիևին արցախցիներին ծախեցին, հիմա են մեզ ծախեն թուրքերին։ Դա Պուտինն է արել, Լավրովն է արել։ Եվ սրանց այս Ղոլամներն են արել։ Հասկանում եք ոնց է։ Քաղաքականությունը շատ բարդ է, բայց նաև խելքի բան է, էլի։ Այսինքն, ինչ ասեմ, այդ ինչի համար ուրիշները պետք է խելք ունենան, մենք չէ։ Եթե մենք մշակութապես խելոք ենք, չէ՞, ունեցել են քաղաքականություն, եթե մենք առևտրի ժողովուրդ ենք, այդպես է, չէ՞։ Մի քիչ են կողմ նայեք, առևտրի ժողովուրդ կա, որ դիվանագիտություն չունենա։ Առևտրի քաղաքական ժողովուրդ կա, որ պետություն չունենա։ Ով էլ այս անգամ տարերի պատմությունը փոխում է։ Ով մեր պետությանը դեմ է քացո տալիս Հայաստանի դուրս է գցում։ Էլ չեք համոզում մնա որ վարակը մեջներս մնա։ Օլիգարխան չպետք է ասնի եւ ռուսական սեգմենտ պետք է ջախջախվի։ Քաղաքանի մասն է խոսքը։
Մենք կարանք ժամերով խոսանք եւ միջայլոց միջև ընտրությունները խոստանում եմ ձեզ, որ մի ամսից հետո օրինակ ապրիլի վերջին մենք հարցազրույց կանենք, потому что հիմա շատ շուտ է փոխում իրավիճակը եւ ինձ թվում է ձեզ կլինի նորություններ, որ դուք կուզենաք պատմեք եթերում։ Բայց այսօրվա եթերը վերջացնենք, որպեսզի YouTube-ում էլ вообще ասում են մի ժամ պետք է լինի եթերը, որպեսզի մի շնչի վրա наեք։ Ваши пожелания, да, вы уже вот советы дали, чтобы не слушать про российские силы и так далее, там ваши пожелания, глубокие пожелания, которые вы всегда посылаете, ձեր խոսքերով կվերջացնեք այս եթերը, խնդրեմ։ Ասեմ ձեզ, մենք քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ ենք։ Եվրոպական քաղաքակրթությունը մենք ենք արևմտյան։ Կրկնեմ, հույներ եւ այլ ռուսները որտեղ էին։ Հիմա խոսքը այն չի, որ ես ռուս եմ ատում, թե չէ։ Բայց սիրելու առիթ չունեմ, որովհետեւ ինքն է աջուրտի հանել եւ այս ամենը փչացրել։ Ինքը պետք է գնա եւ գնացել է։ Մենք ռուսների հետ սահման չունենք։ Ֆիզիկական սահման ունենք։ Չենք ունեցել երբեք։ Այս վարակը որտեղից է մտել այսպես նստել։ Հիմա, բայց ինչ որ է եղել է, ես մի այդ ցանկությունները երևի թող սինթեզվեն մեջս հաջորդյան համար ասեմ հայտարարում եմ բաց տեսքով։ Եթե քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կողմ եք թեքվում, այն ուժերը, իմացեք որ սա մաքուր մշակութային քաղաքակրթական մի երևույթ է հայ իրականության մեջ։ Դա մոդելային գուսակցություն է։ Մենք սա արել ենք Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական միության օրինակով։ Ասում են, տեսեք, մեքենաների օրինակ է, կարելի 1000 մեքենա արտադրել, բայց Mercedes ամենալավն են ընտրել, քաղաքական մեքենան։ Բայց այստեղ մի բան կա, որ այսօր ես իրավունք եմ ստացել իմ ընկերոջ հետ խոսելուց հայտարարելու։ Քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության ցանկ են մտնելու, ոչ գուսակցական կամ ցանկ են մտնելու, կամ նախագահի որպես խորհրդական հետն են լինելու, այնպեսի մարդիկ անունն ասեմ, ինչպեսին Սամվել Գևորգյանն է, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տեխնոլոգ, ուրեմն մարդ, որը սենսորային տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում առաջի տեղերից մեկն է։ Այսօր իմ լավագույն բարեկամը Սամվել ինգերը, հիմա օդի մեջ է Լևոն Թորոսը, որին ողջունում եմ, մի ժամից կհանդիպենք երևի 2 ժամից, որը ուրեմն որոշակի առաջարկներով Ամերիկայից գալիս է եւ իրենք գնալու են Ամերիկա, կարծեմ բանում Մասաչուսեթսում փորձել պետք է անեն, թե համալսարան լավ չեմ հիշում։ Սամվել Գևորգյան, կրկնեմ, հա, ֆիզտեխնոլոգ, այսինքն ինժեներական գործի բարձրագույն, որը նաեւ 10 տարի Տոկիոյի համալսարանում է աշխատել, 18 տարի փորձեր արել Սիլիկոնյան հովտում եւ այլն։ Սա մեր հետ է։ Ամբողջովին ինքը խոստացել է կուսակցության բարակայով մեզ օգնել լինել ցանկ մեր բանառաջադրվածների մեջ եւ լինել Հայաստանի Հանրապետության հետ։ Ուրեմն երկրորդ մասն ասեմ, քվանտային ֆիզիկայի լավագույն մասնակետ, լավագույն կուսակցության անդամ Կարապետ Թրունին։ Լավագույն Հայաստանում առաջատարն է, ֆիզտեխում աշխատում է, ինչ ասեմ, առաջատար Հայաստանում, առաջատար աշխարհում։ Ուրեմն իմ լավ ընկերներից մեկը Դեմիխանյան Գագեգը, էլի քվանտային ֆիզիկայի ոլորտից, ֆիզմատգիտությունների դոկտոր է, բայց ֆիզիկոս են, ես բոլորը ֆիզիկոս են։ Եվ այսպես եւ նաեւ այնպեսի խիստ քննադատ հայրենասեր Գրիգորի Բարսեղյանը, որը համաշխարհային մաթեմատիկական կոհորտայի առաջի դեմքերից մեկն է։ Հիմա փաստերով եմ ասում, որին ինչքան հիշում եմ, ուղղակի մի քիչ ամեստ եմ ասում։ Տարին 1, 2 տարին 1 Սինգապուրի համալսարաններում հրավիրում են դասախոսությունները կարդում կամ Օքսֆորդում եւ այլն, որը իմ մտերիմն է անձնական իմաստով։ Ես իր հետ խոսել եմ, ասել եմ ես կլինեմ այդ ամբողջ ընթացքում դաժան քննադատությամբ ձեր խորհրդական, նախագահի խորհրդական է։ Ասեմ նաեւ որ Բարոն Բարսեղյանի վերաբերյալ ուրեմն աշխարհում մաթեմատիկական կարծեմ բրիտանական ընկերությունն է։ Տարին աշխարհի ամենալավ մաթեմատիկոսների վերաբերյալ Ալմանախ է տվում, նրա կենսագրությունը, հայտնագործությունները եւ այլն, անգլերենով եւ ռուսերենով։ Ուրեմն այս տարվա ռուսերենի համարը նվիրված է ուրեմն Բարսեղյան Գրիշային։ Հիմա աստուց կրակ եք ուզում։ Դերում բերեմ։ Ես չեմ ասում որ ցանկում լինելու է մեր Ստեփանակերտից Միջարլոց Թամարա Հայրապետյանը, որի վաղուց իմ մտերիմն է, ընտանիքներով ենք մտերիմ, ուրեմն ազգագրագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, մեր մշակույթի համալսարանի ամբիոնի լավագույն առաջատարներից, ՔԺԿ անդամ եւ վստահաբար առաջինն է կանանց ցանկում լինելու։
Եվ ես էլ Արցախահայություն, ես որի հետ մենք տարիներով գնացել ենք Արցախ, եկել ենք այդ դիրքեր եւ այլն, որի տանիքի հետ ես լավ հարաբերություններ ունեմ։ Եվ ձեր խոնարհ ծառան, փիլիսոփայական գիտությունների տեխնացու, ֆիզիկա, մաթեմատիկա եւ այլն բնագիտության, եւ քաղաքագիտության դոկտոր, որը աշխարհակական։ Հիմա կուզեք դրեք, կուզեք չես կան։ Ես այդ ձեր կարող եմ ասել։ Ես չեմ ասում, այստեղ ասեմ, մեր Թադևոսյան արգիշն է, լուրջ եմ ասում, այնտեղ գործադիր կոմիտեն կարող եմ թվարկել Հարությունյան Գագիկը, որը լավ բանակում ծառայած, կարգապա, Արտյոմ Եվանն ասեց, այնտեղ մի երիտասարդ ունենք Դավիթը, որ մենք այնպիսի մի տուրնե կազմակերպեցինք Իրանի հրավերով, այաթոլլաների հետ հանդիպում եւ այլն։ Հիմա այսպես այդ չծավալվեմ, Ռոման ջան, հաջորդին ավելին կասեմ, սրանք հաստատ լինելու են։ Հիմա մենք եթե Թումանյանի հերոսը չենք, ես Թումանյանի շատ եմ սիրում, բայց Թումանյանի ստեղծած կերպարների մեջ օրինակ չեմ ուզում, որ որևէ մեկը գիկոր լինի։ Հետ չեմ ուզում եւ քննադատում եմ ուսուցիչներն էլ ասում եմ մանր գիկոր մի դարձրեք եւ այդ դասերը այդ բահեք հետո թող մեծանան։ Շատ է։ Բաներին էլ ասում եմ կանանց, ձեր ամուսիններին գիկոր մի դարձրեք, դուք ոչ մի հավես չեք ունեն ապրելու։ Բայց մնացածն ասեմ մի բան։ Բայց մենք ունենք Թումանյանից նաեւ անխեք մարդ, հիշում եք ինչ է լինում։ Այն տղի համար Աստված ասում է բախտ է տվել, այդ մարդը բախտը չի օգտվում, գնում գերի բաժին է դառնում։ Հիմա եթե չեք ուզում քրիստոնյա ժողովրդավարական գուսակցություն ընտրեք, բոլոր դեպքերում գերի բաժին մի եղեք։ Շնորհակալություն, կհանդիպենք ամսից հետո։